Կրկին ուրբաթ է և կրկին իմ համալսարանները հաղորդումն է։ Ձեզ հետ է Ռուդոլֆ Զաբրոդինը, բոլորին ողջույն։ Եվ այսօրվա իմ հյուրը միջեկնաղ, գեղեցիկ, ակտիվ, կարելի է աղակին խոսել իր մասին, բայց մենք այսօր քննարկել ենք իր կրթության մասին։ Դիմավորեք Արև Մելքոնյանը։ Ողջույն Արև։ Ողջույն։ Շնորհակալություն, որ կարողացար գտնել ժամանակ եւ գաս կիսվես քո կրթության մասին, քո կրթության փորձի մասին։ Շնորհակալություն հրավերի համար։ Իհարկե կարծում եմ, որ շատ կարևոր թեմա է քննարկվելու եւ շատ կարևոր է սեփական փորձով կիսվելու հետագայի համար։ Այ քանի որ խոսքը գնաց սեփական փորձից, ես կցանկանայի, որ դու երևի թե սկսեիր պատմել, թե ինչ դպրոց ես դու ավարտել։ Ես ավարտել եմ գյուղում, Գառնիում եմ մեծացել եւ Գառնիի միջնակարգ թիվ 1 միջնակարգ դպրոցն եմ ավարտել։ Պատմեմ իմ մասին, դպրոցի։ Այ ինչ դժվարություններ ես դու ունեցել, երբ որ դպրոցում սովորում էիր։ Դժվարությունները ի սկզբանե հենց ընդունվելու օրվանից էին, երբ որ տնօրենի վերաբերմունք կար այնտեղ, ոնց գյուղում հաշմանդամություն ունեցող իր ինչին է պետք որ սովորի բան։ Ինքը պետք է տունը նստի, տուն տանը սենյակում փակված պետք է լինի։ Այս մոտեցումը կար, բայց ի վերջո իմ զորբայությունը սաղթեց։ Հետո արդեն ֆիզիկական մատչելիություններ խնդիրը, քանի որ դպրոցը ինքը գյուղի դպրոց էր եւ հաշմանդամության մասին այդքան տեղեկատվություն մանավանդ մեր տարիներին չկար։ Դրա համար հարմարեցումների մասին ոչ մեկ տեղյակ չէր, եթե կարելի է խոստովանեմ նույնիսկ ես, որ հաշմանդամություն ունեցողները հատուկ հարմարեցումներ կարող են ունենալ։ Այսինքն խոսք այդ թե քարտակների մասին։ Ֆիզիկական մատչելիություն, թե քարտակներից սկսած վերելակ կահույքի հատուկ։ Այդ դժվարություններ, բայց քանի որ ես շատ լավ դասարան եւ դասվար ունեի, որոշվեց, որ մեր դասարանը միայն առաջին հարկում է լինելու եւ ես հաղթարում էի շատ փոքր դժվարություն, միայն մուտքի դժվարությունը 1 կամ 2 աստիճան։ Այ Արև, դու ասիր, որ դու հաղթարում ես այդ դժվարությունը։ Ինչպես ես դու հաղթարում այդ դժվարությունները։ Ծնողներս էին տանում բերում կամ դպրոցում, ասենք, շատ ավելի մոտիկ գտնվող այդ պահին ով ինձ մոտ էր գտնվում ինքն էր օգնում, լինի ծանոթ, անծանոթ, դասատու, աշակերտ եւ այլն։ Հետո արդեն սովորեցի ինքնուրույն։ Այնուհետև ես գիտեմ, որ դու ընդունվեցիր բու, ճիշտ է։ Այո։ Ես կցանկանայի, որ դու մի քիչ պատմեիր, ինչով էր պայմանավորված քո ընտրությունը շարունակելը քո ուսումը։ Ճիշտն ասած, ես դպրոց գնում էի միայն սովորելու համար։ Անկեղծ էսել է թմեյ մնդե փախնելու։ Ահա, իրականում ես շատ կուզենայի այդ աշակերտական կյանքով ապրել, որ գնալ դպրոց, չարություն անել, դասատուներին ջղայնացնել, փախնել վերջապես դասարանից, դասերից, բայց չէ, ես այն դասարանի վատ գերազանցիկներից եմ եղել, որ գնացել եմ միայն սովորելու համար։ Բայց իմանալով քեզ այդ տպավորությունն կյանքում չի մասի, որ տենց այդձև ուշ։ Ես հետո եմ սենց չարաճճի դառնալ, ասած։ Հետո դե որ լավ էի սովորում, արդեն իմ համար էլ էր բարդ ընտրություն կատարելը ոնց եմ շարունակելու, ինչ ուղղությամբ եմ շարունակելու, բայց միանշանակ էր, որ շարունակելու եմ, որովհետև եւ ծնողներս եւ ուսուցիչներս եւ ինքս ցանկություն չունեինք թողնել ամեն ինչ այնց դպրոցի մակարդակում եւ վերջ։ Հետո տենց որոշեցի, որ ավելի շատ սիրում եմ մաթեմատիկա, ֆիզիկա, այդ առարկաները, ավելի ճիշտ կլինի, որ պոլիտեխնիկ սովորեմ։ Ահա։ Եվ 6 տարի ես ադմիտ եմ արել պոլիտեխնիկը։ Շատ լավ, այ ունդե սկսվավ ինչքան ես քեզ գիտեմ հետաքրքիր կյանքը։ Այ ոնց էր հեշտ էր ուսումը պոլիտեխնիկում։ Պատմեմ ի սկզբանե այն պրիկոլների միջով, որ ես անցել եմ։
դիմում ներկայացնելու օրվանից սկսած շատ ծիծաղելի պատմությունների միջով եմ անցել, իհարկե ես ինքս էի ամեն ինչ ծիծաղի վերածում, բայց որ մի քիչ լուրջ տեսանկյունից ես նայում, շատ լուրջ խնդիր է այդ վերաբերմունքի խնդիրը, հա։ Երբ որ թղթերը տարանք ներկայացնենք, իհարկե բարձր գնահատականներով, ատեստատ, անձնագիր եւ այլն, գործեր վերցնողը, այդ դիմում հայտ վերցնողը ուշադիր նայեց թղթերից, հետո նայեց ինձ, հետո նայեց ծնողիս, որ կրկնակի թիրախավորված է, գյուղից եկած աղջիկ հերիք չի, մի հատ էլ հաշմանդամություն ունի։ Ահա։ Նայեց, ասեց, արդյոք քեզ պետք է սովորելը։ Ախր քեզ տանջելու ես ուղղակի, ինչի՞ դա պետք, հետագայում ինչ ես անելու։ Պետք է ասեիր օժիտ եմ տանել։ Հա, չէ, իրականում սովորում ենք դիպլոմ օժիտ տանելու համար։ Չէ, ես դրանից էլ եմ ոնց որ հասարակության համար ազատված, քանի որ հաշմանդամություն ունեմ, իմ վրա ով կնայի, որ մի հատ էլ ամուսնանամ օժիտ տանեմ, հա, լավ այդ խնդիրը մի կողմ թողնենք։ Ծիծաղելով ասեցի կլինի, դուք ձեր կոմպետենտության սահմաններում մնաք եւ անեք այն ինչ որ ձեզանից է կախված։ Ինքը մի քիչ նեղացավ ինձանից, ոնց կարող եմ ես իրան կոպիտ պատասխան տալ։ Հա, որտեվ ինքը ադմինիստրացիա աշխատող է եւ հետո որոշեց, որ պետքա թուղթ բերեմ առողջապահության նախարարությունից ու կրթության գիտության նախարարությունից, որ ես ունակ եմ սովորելու գիտակցական մակարդակում։ Քանի որ ունեմ խնդիր հենաշարժողական, մտածում են, որ ունեմ խնդիր նաև գիտակցական մակարդակում։ Դրա համար պարտադիր պետք է հաստատող փաստաթուղթ լինի, որ ես ունակ եմ սովորելու։ Հարգելի ռադիոյում կնդիներ, ասեմ ձեզ, որ ներկա ժամանակներս այդ փաստաթուղթը օրենքով չի պահանջվում։ Ու դա եղել էր այդ որ տարիներ են եղել 2007 թվականն էր։ Եվ դու այդ թղթերը վերցրեցիր, հա, իհարկե, ճիշտ է, ես սկզբից մտածեցի, որ իրանք այդ ամեն ինչ անում են, որպեսզի քաշքշուկներից հիասթափված ես չդիմեմ համալսարան, բայց սկզբունքորեն իրանց ինադու կարելի ասել, ես այդ նախարարություններից թղթերը բերեցի, ներկայացրեցի եւ ընդունվեցի։ Ահա, այ քիչ այն ժամանակ, երբ որ դու նոր ընդունվել էիր, այդ քո ներքին զգացողությունը, որ դու արդեն ուսանող ես, որ դու պետք է սովորես, ինչ էիր այն ժամանակ դու զգում։ Վախ։ Ահա։ Վախենում էի մեծ հասարակությունից, վախենում էի երիտասարդներից, մարդկանցից ընդհանրապես, որովհետև ես մեծ հասարակություն դուրս չէի եկել երբևէ։ Ավելի լայն շրջանակ, քան իմ գյուղներ, քան իմ ընտանիքներ կամ դասարաններ դուրս չէի եկել։ Ոնց ժամանակի ընթացքում այդպես ստացվավ, որ այդ վախն էլ հաղթարվավ։ Անկեղծ ասեմ, եթե չլիներ երրորդ կուրսում իմ ընկերներից մեկը, իմ համակուրսեցիներից մեկը, ես երևի մինչև հիմա էլ չէի սովորի հասարակությանը, չէի ադապտացվի ու այս ձեր ասած պայծառ լուսավոր կերպարը մի ինչ որ խամրած մուկիկ կլիներ։ Վայ, շատ դժվար է դի պատկերացնել։ Հա, իրոք իմ համար էլ է հիմա դժվար։ Սկզբում չէի շփվում։ Իհարկե կուրսը շատ լավն էր, շատ պատրաստական ամեն ինչով ինձ աջակցելու, ամեն հարցում կողքս լինելու, բայց ես ինքս ներքին վախեր ունենալու պատճառով չէի շփվում իրանց հետ։ Խուսափում էի մարդկանցից, կուրսեցիներիցս, ընկերներիցս։ Հետո ժամանակի ընթացքում ինքս, այսինքն այդ համակուրսեցուց շնորհիվ օգնությամբ հաղթահարեցի եւ փորձեցի մարդկանց թողնել իմ ներաշխարհը, հետո սովորեցի ես ինքս սովորացնեմ իմ հետ ոնց շփվեն, որ իմ համար հեշտ լինի ու տենց մտա մեծ հասարակություն։ Շատ լավ, վերադառնանք համալսարանին, հա, ու համալսարական կյանքին։ Այ ոնց էին քեզ վերաբերվում դասախոսները։ Դասախոսները վերաբերվում էին որպես հաշմանդամի։ Այդ ինչ է նշանակում։ Նշանակում է այն, որ եթե լսարանը երկրորդ հարկում է, ես կարամ դասերին չմասնակցեմ, իրանք վերջում մարդասիրական մղումներից ելնելով իմ գնահատականը կդնեն։ Ահա։ Դե ես կարամ քննության չմասնակցեմ, իրանք էլի մարդասիրական նկատառումներից ելնելով իմ գնահատականը կդնեն։ Իսկ ոնց էիր դու այդ խնդիրը լուծում։
Ես չէի ուզում։ Ես ուզում էի, ես եկել եմ այստեղ սովորելու, ոչ թե մարդասիրություն քարոզելու, հա, վերջապես կամ մարդասիրություն արթնացնելու իրանց մեջ, եթե կարելի է այդպես ասել։ Ես պայքարում էի, որ կամ պետք է լսարանը փոխել ավելի հարմար տեղ, որտեղ ես կարող եմ մասնակցել դասերին, կամ էլ ընկերների օգնությամբ ես ինքս կհասնեմ լսարան եւ կմասնակցեմ։ Պարտադիր մասնակցում էի դասերին, քննություններն էլ պայքարում էի, որ երեխեքը ծիծաղում են մեկ ասում են մենք երազում ենք, որ մեզ չկանչեն քննության գնահատական ստանանք, իսկ դու պայքարում ես, որ չէ, ես պետքա գամ, պատասխանեմ ու իմ գնահատականը ռեալ պիտի գնահատեն։ Դա իրականում հա, որտեվ երկու բավականին երկու երևույթ կա, որը մի կողմից մարդը սովորաբար ինքը ունի հաշմանդամություն ու այսինքն որպես ունի ֆիզիկական որոշակի սահմանափակումներ, մյուս կողմից ինքը ուսանող է։ Ու ստացվում է այսպես, որ որպես ուսանող նաև ինքը կարող է չի ուզում որպես ցանկացած բոլոր ուսանողները ավել քննություն հանձնի, ավել դաս պարապի։ Ու իսկ մյուս կողմից, քանի որ ստեղծվում է այնպիսի արհեստական արգելքներ, տվյալ այդ հնարավորությունների վրա զրկում են, մարդը ձգտում է ընդհակառակը այդ անելու։ Մի քիչ այդ առաջին տարբերակի հետ համաձայն չեմ, որ ասում ես ֆիզիկական սահմանափակումներ, չեմ ուզում անձնավորեմ, հա, ֆիզիկական սահմանափակումներ ես չունեմ։ Ֆիզիկապես սահմանափակված է իմ միջավայրը։ Այսինքն իմ ֆիզիկական սահմանափակումը Այս շատ լավ էր։ Այս քո համալսարանը, գիտեմ, որ երբ որ դու ավարտեցիր, նոր հետո այդ ինչ որ մաչելիության հարցեր սկսեցին փոփոխվել։ Ծաղելի մաչելիություն։ Այո։ Բայց այնուամենայնիվ այդ ֆիզիկական սահմանափակությունները ձեր այդ համալսարանում ոնց էր, ինչպես էր։ Բարդ էր, բոլոր աստիճաններ, վերելակը կանգնում էր ընդամենը 3 հարկում, մնացած հարկերը էլի պետք է հաղթահարեի աստիճաններով, լսարանում արդեն նստարանները եւ սեղանները շատ բարդ էին դասավորված, ասենք շատ անհարմար միջավայրեր էլի նեղ դռներով, սանհանգույց բացարձակ գոյություն չուներ հարմարեցումներ, նույնիսկ զուգարանական կասվածը, հա, որպես այդպեսին գոյություն չուներ, չգիտեմ, ոչ մի ձևի մաչելիություն գոյություն չուներ, ու ոչ միայն ֆիզիկական տեղաշարժման խնդիր ունեցողի համար, հա, հարցը վերաբերվում է ոչ միայն ֆիզիկական հաշմանդամություն ունեցողի, մատչելի չէր գրականությունը, լսողության կամ տեսողության խնդիր ունեցողի համար, մատչելի չէր վերաբերմունքը, եթե հանկարծ մտավոր խնդիր ունեցողը որոշեր համալսարան ընդունվեր, բացարձակ իմ սովորելու տարիներին, բացարձակ գոյություն չուներ հաշմանդամության թեմայով մատչելիություն համալսարանում, կոնկրետ իմ համալսարանում։ Եվ դու այնուամենայնիվ այդ պայմաններում սովորում էիր։ Հա։ Մի հատ այսպեսի հարց, ինչ էր քեզի օգնում այդ, այսպես կարելի ասել, ոչ մարդկային պայմանների մեջ պայքարես, հա, ու հասնես այն նպատակին, որը դու դրել էիր քո համար, քո առջև։ Գիտես Ռուդոլֆ, հենց նպատակը, ի սկզբանե նպատակն էր, որ ես ուզում եմ հավասար լինեմ ոչ հաշմանդամություն ունեցող մարդկանց։ Ես ուզում եմ սովորեմ, ես ուզում եմ ունենամ մասնագիտություն, ուզում եմ լինեմ գիտակից եւ հավասար քաղաքացի Հայաստանի Հանրապետության։ Բայց հետո երևի 2 տարի հետո այդ ամեն ինչին պլյուս արդեն որոշեցի, որ ես նաև ուզում եմ կոտրել կարծրատիպ։ Ահա։ Ես ուզում եմ լինել օրինակ մյուս հաշմանդամություն ունեցողների համար, որ չնայած այդ հենց ոչ էլ ճակերտների մեջ բուն անմարդկային պայմաններում կարելի է դուրս գալ, կարելի է սովորացնել, որ մենք գոյություն ունենք եւ կարելի է ստիպել, որ հարգեն մեր իրավունքները։ Նաեւ ես ասեմ, որպես օրինակ իմ կարծիքով Հայաստանում դու եզակի այն մարդկանցից ես, որը ոչ միայն մտահոգում է հաշմանդամություն ունեցող խնդիրներով, նաեւ առհասարակ սաղ մեր երկրի հիմնախնդիրներով զբաղվում, ու նաեւ մեր հարգելի ռադիոընկերները երևի թե քեզ տեսել են այս վերջի իրադարձությունների
կադրերի մեջ։ Խոսքը գնում է այս վերջի իրադարձությունները, որոնք հիմա Երևանում կատարվում են։ Հարգելի ռադիոն կնդիներ, մենք ընդհատվենք երաժշտական ընդմիջումով եւ այնուհետեւ կվերադառնանք մեր զրույցին։ Հարգելի ռադիոն կնդիներ, մենք վերադառնում ենք ստուդիա եւ հիշեցնում եմ ձեզ, որ մենք այսօր իմ համալսարանների հերթական հաղորդմանը հյուրընկալել ենք միջեկնաղ ակտիվ, պոզիտիվ ու այլ չափորոշիչներով դրական չափորոշիչներով անձնավորություն, դա Արև Մելքոնյանն է։ Եվ մենք քննարկում ենք, թե ինչպես էր ինքը հաղթարում իր ուսման ընթացքում դժվարությունները։ Արև, դու ավարտեցիր բակալավրը եւ այնուհետեւ դու շարունակեցիր ինչ արեցիր։ Կարելի է այդ 4-րդ կուրսս ավարտելու հետ կապված մի հատ պրիկոնի բան պատմեմ։ Իհարկե։ Ավարտեցի 4-րդ կուրսը, արդեն տանը այնպես պապաս որոշել էր անակնկալաներ, ցեղը հավաքվել էր, որ նշեր իրենց աղջիկը ավարտում է, հա։ Ես այդ մեծ հավաքույթները մանկուց սկսած չեմ սիրել, գնացի ուղղակի մի 2 րոպե իրանց աչքին երևացի եւ էլի իմ սենյակում իմ գրքերի հետ, հետո պապաս կանչեց, թե բա հələ արի տեսնենք այս 4 տարվա մեջ ինչ ես սովորել։ Որ ես էլ մի քիչ բարձր տրամադրությամբ ասեցի, պատմեմ պապ ջան, 4 տարվա մեջ ես սովորել եմ ծխել, խմել, թքել, աստիճաններին լռվել, քֆուր անել, աղջիկների հետևից ռեբլիկ բաց թողել, 5-ի հետևը բազրվել, թզբեղ ֆրթնել, պպզել եմ, որ պապաս նստած տեղից ելավ կանեց, ինչ ես ասում։ Ասեցի, դե պոլիտեխնիկ եմ սովորել, բա ինչ պետք է սովորել։ Շատ լավ։ Եվ դու ավարտեցիր, այնուհետև դու այս ունակություններով և գիտելիքներով։ Հա, ավարտեցի բակալավրը ու ճիշտ ասած ես մտածում էի բակալավրով էլ հենց կվերջացնեմ այդ ուսում կոչված գործընթացը, բայց հետո իմացա, որ կարող եմ նաև մագիստրատուրա շարունակել։ Եվ դու ընտրեցիր։ Նու հա, այսինքն իմ դասախոսները համոզեցին, որ շարունակի, լավ կադրես, ավելի լավ վերջնական ուսում ունենաս, հա, չգիտեմ ինչի բակալավրը թերի կրթություն են համարում, չնայած մագիստրատուրան ավել ոչինչ չի տալիս, սեփական փորձից եմ ասում, ուղղակի կյանքից խլում է ավել 2 տարի, ոնց որ բանակը, չէ լավ բանակի վերաբերյալ կատակա, բանակը կարևոր է, հա, հետո գնացի մագիստրատուրա, 2 տարի էլ մագիստրատուրա եմ սովորել։ Ինչ մասնագիտացում դու ընտրեցիր մագիստրատուրայում։ Մասնագիտացում դեռ ընտրել էի 3-րդ կուրսի 2-րդ կիսամյակից սկսած, երբ որ արդեն կոնկրետ մասնագիտացվում է կրթությունը, հա, այդ տարիների։ Իմ մասնագիտացումը ինֆորմատիկա եւ հաշվողական տեխնիկա, մասնագիտության կոմպյուտերային ցանցեր եւ համակարգեր մասնագիտացումներ։ Այսինքն IT-շնիկ եմ։ Հա, այս խոսակցական համացանցային լեզվով ասած IT-շնիկ եմ։ Ու այդ մասնագիտացումով էլ մագիստրատուրան շարունակեցի եւ կոնկրետ պաշտպանությունս կորպորատիվ ցանցերի ինֆորմացիոն պաշտպանություններ, այսինքն տեղեկատվության անտիխակեր, հա, տենց անտիվզլոմ երևի կլինի։ Թե ոնց։ Մի խոսքով տեղեկատվության պաշտպանության կիրառումը HTTPS համակարգում կորպորատիվ ցանցերի։ Շատ լավ Արև։ Անհասկանալի լիքը բառեր։ Ինձ թվում է հասկացող մարդը կհասկանա։ Արև ջան, ես կցանկանայեմ, որ դու նաև երևի թե եթե կա այնպես ցանկություն, ինչ կուզենայիր մեր հաղորդման ավարտին մաղթեիր քո համալսարանին, որ ապագայում ինքը լինի ավելի մատչելի, ավելի
Ուրեմն, երբ որ ես ավարտեցի, հետո պատահաբար այցելության էի գնացել համալսարան, նկատեցի, որ համալսարանի դիմացի աստիճանները, ամբողջ համալսարանի բոլոր մասնաշենքերի դիմացի աստիճանները հիմնովին վերանորոգվում են, քանդել են եւ նորից սարքում են։ Այդ ժամանակ ես դիմում գրեցի ռեկտորին, Արա Ավետիսյանն էր կարծեմ այդ ժամանակ ռեկտորը պոլիտեխնիկի, դիմում գրեցի, որ ըստ կոնվենցիաների հոդվածների, ըստ այն կոնվենցիայի դեպ, որ Հայաստանը վավերացրել է 2010 թվականին ազգային ժողովը, պետք է հարմարեցումներ լինեն հիմնովին վերանորոգվող շինություններում կամ նոր կառուցվող շինություններում։ Հետո ի ուրախություն ինձ ավարտից հետո երբ որ այցելեցի, նկատեցի, որ հենց առաջին պատահած շենքի, մասնաշենքի մոտ հարմարեցված է աստիճանները, թեքահարթակա կառուցված բազրիքով ու շատ ստանդարտներին համապատասխան լայնություն, թեքություն, շատ սիրուն էր ինքը։ Որոշեցի փորձարկեմ։ Շատ հեշտ բարձացա, բայց այդ թեքահարթակը տանում էր ոչ մի տեղ, Ռոդիկ ջան։ Իրոք տանում էր ոչ մի տեղ, քանի որ երրորդ մասնաշենքը պոլիտեխնիկի 3 հարկանի շինությունն է, ինքը չունի վերելակ եւ առաջին հարկում չկան դասարաններ։ Այսինքն այդ թեքահարթակը տանում է միայն առաջին հարկ, որտեղ դու ուղղակի կարող ես մտնել, ներսի ստոլբայից կպցրած հայլու մեջ քեզ նայել եւ դուրս գալ։ Ընդհանրապես կարող է դրա նպատակն էլ այն է։ Ահա, բայց ես բազմաթիվ տեղերում կարող եմ տեսնել, որ ես շատ գեղեցիկ եմ, պետք չի հասնել պոլիտեխնիկի երրորդ մասնաշենք։ Դե մարդ։ Հետո առաջացա դեպի մեր մասնաշենք, 5-րդ մասնաշենք, որը 12 հարկանի շինություն է, որի վերելակները իհարկե կանգնում են ընդամենը 3 թե 4 հարկերում, եւ այդ մասնաշենքի դիմացի աստիճանների սարքած թեքահարթակը մեզ ձեռ առնելու համար էր սարքված։ Անկեղծորեն հաշմանդամություն ունեցող անձին ծաղրելու թեքահարթակ էր դա։ Այսինքն ինքը ռելսերով է սարքած, այն որ 2 գծով թեքահարթակ են սարքում մեջտեղ աստիճանը։ Ու 45 աստիճանի։ Հա, ահա որ թեքություն ուներ ինքը, նույնիսկ 3 հոգով թեքահարթակով ինձ չկարողացան բարձրացնել, իրանց համար ավելի հեշտ եղավ, որ սայլակը գրկեն, աստիճաններով հանեն վերև։ Ես հիշում եմ այդ ժամանակներով Facebook-ում դու հրապարակել էիր, դու նկարներ ուներ ու կարծեմ հրապարակել էիր այդ նկարները։ Դե ըստ իմ ակտիվության, հիմա անցնենք մաղթանքին, հա, հաղորդման։ Այս նախաբանը նրա համար էր, որ Ես կցնկեմ, որ դու մաղթեիր քո համալսարանին։ Հա, հենց իմ համալսարանի մասին պատմեցի, այս նախաբանը, մաղթանքի նախաբանը նրա համար էր, որ եթե անում եք ինչ-որ բան, չնայած եթեով չի պարտավոր եք անեք, դա ձեր պարտականությունն է, ես պահանջատեր եմ այս հարցում եւ պահանջատերը յուրաքանչյուր հաշմանդամություն ունեցող քաղաքացի, ով ցանկություն ունի սովորելու։ Անելուց արեք ստանդարտներին համապատասխան։ Եթե չգիտեք ստանդարտները, ես ինքս նույն ձեր ասած մարդասիրական մղումներից ելնելով պատրաստ եմ ձեզ տրամադրել այդ ստանդարտները։ Եվ վերջապես ինչ ասեմ, ախր ոչ մեկ ապահովագրված չի։ Մտածեք, որ նույն դժբախտ պատահականությամբ կարող է վաղը դուք հայտնվեք այս սայլակին։ Արդյոք պատրաստ եք դուք հաղթահարեք այդ խնդիրները։ Շատ լավ։ Ես կարծում եմ այն մարդիկ, ում քո խոսքը ուղղված էր եղել, իրենք կլսեն ու հետևություններ միգուցե կանեն։ Արև, եւ վերջի հարցը։ Աշխատում ես դու հիմա, թե ոչ։ Այո։ Ապա երկու խոսքով խնդրում եմ։ Աշխատում եմ Հույսի կամուրջ հասարակական կազմակերպությունում։ 2 տարի աշխատել եմ հաշմանդամություն ունեցող երիտասարդների շահերի պաշտպան, հիմա աշխատում եմ գործավար տնօրենի օգնական։ Չնայած ինձ թվում է պաշտոնը կապ չունի, ես ամեն իմ քայլում շահերի պաշտպանությամբ եմ զբաղվում, ինչ ասեմ, աշխատավայրս հարմարեցված է։ Դա կարևոր է։ Շատ լավ, ինչ կուզենայիր, Արև ջան, ինչ կցանկանայիր մաղթեիր այն երիտասարդներին, որոնք ուզում են գտնեն համալսարան կամ ուզում են գտնեն, փնտրեն
մասնագիտություն ուղլը դեռ փնտրուկների մեջ են։ Դե ըստ նախասիրության պետք է ընտրեն։ Ես չեմ կարող մաղթեմ այ ընտրեք հումանիտար ուղղություն, այ ընտրեք մաթեմատիկական ուղղություն եւ այլն։ Ընտրեք այն ինչ որ ձեր սրտին ավելի մոտ է եւ մի մտածեք, մի վախեցեք, վայ գնամ համալսարան, ինձ թարս աչքով կնայեն, վայ համալսարանը հարմարեցված չի։ Ոչինչ։ Իմ ժամանակներում համալսարանները security աշխատողներ չունեին։ Այ ես իրանց հավեսով կտանջեի։ Անկեղծ եմ ասում, այն ամենասրտանց ձևերով։ Հիմա ունեն համալսարանները այդ security կոչվածները։ Գնում եք, կանգնում եք համալսարանի մուտքի մոտ, ճտտացնում եք։ Լուրջ եմ ասում, կանչում եք, հա, իրանց պարտականությունն է։ Եթե համալսարանը հարմարեցված չի, դուք հարմարվեք։ Այսինքն ոչ թե հարմարվեն հաշմանդամություն ունեցող անձիկ, այլ հարմարվեն հենց համալսարանի աշխատակիցները, օգնեն, չէ, աջակցեն, որովհետև հաշմանդամություն ունեցող անձիկ օգնության կարիք չունեն, իրանք աջակցության կարիք ունեն ընդհանրապես։ Կամ էլ, եթե մենք տանջենք համալսարանի աշխատակիցներին, իրանք էլ մեր կողմը կանցնեն եւ կստիպեն, որ հարմարեցվեն։ Ժողովուրդ, հաշմանդամություն ունեցող երիտասարդներ, արագ ելեք սովորեք։ Շատ բարի, հարգելի ռադիո ունկնդիրներ, հիշեցնում եմ, որ այսօր իմ համալսարանների հաղորդման հյուրն էր մի ճգնաղ, սիրուն, պոզիտիվ, ակտիվ, լավատես անձնավորություն Արև Մելքոնյանն էր։ Ձեզ հետ է Ռուդոլֆ Զաբրոդինը, դեռ կհանդիպենք։